Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Բարի երեկո, պարոն նախարար, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Պապիկյան, Հանրապետության հրապարակում ցուցադրվեց վերջին տարիներին գնված սպառազինությունը։ Սա զենքի ուժի ցուցադրություն համարել, թե հաշվետվություն քաղաքացիներին։ Համարել մեր քաղաքացիներին հաշվետվություն, դրա մասին բազմիցս խոսելու առիթ ենք ունեցել։ Շատ կարևոր էր մեր վերջին տարիների աշխատանքը մեր հանրությանը ներկայացնելու, հաշվետվություն ներկայացնելը, ինչը եւ արեցինք։ Ինչ եք կարծում, ինչպես հասարակությունը դա ընդունեց։ Անկեղծ ասած, իհարկե երեք էմոցիոնալ ֆոնը բարձր էր, այսօր ավելի հստակ է գնահատելը ստացվում։ Հիմնականում դրական են, չեմ հանդիպել այնպիսի քննադատություններ, որոնց կարելի է անդրադառնալ։ Բայց ձեր ընդդիմախոսները օրինակ հայտարարում էին, որ սա ավելի շատ նախընտրական զորահանդես էր, քան զորահանդես, որը սովորաբար անցկացվում է հանրապետության օրվա առթիվ եւ նշում են, որ եթե այդպես չլիներ, օրինակ կարող էր լինել մայիսի 9-ին ձեր մեկնաբանությունը։ Դե դրանք քաղաքական հայտարարություններ են, այլ մեկնաբանություն չունեմ, որովհետեւ մայիսի 28-ը հանրապետության օրը մեր տոնացույցում շատ կարևոր օր է եւ կարծում եմ արժանի էր մայիսի 28-ը, որպեսզի հենց այդ օրը մենք ներկայացնենք մեր կատարած աշխատանքը։ Մենք հիմնականում տեսանք վերջին տարիներին գնված սպառազինություն Ֆրանսիայից, Հնդկաստանից, նաեւ Իրանից, նաեւ տեղական արտադրության զինատեսակներ կային։ Այ հետաքրքիր է հայկական, հայրենական արտադրությունը որքան տոկոս է այսօր կազմում մեր զինանոցում։ Մենք ներկայացրել ենք շուրջ 7 երկրից ձեռք բերված սպառազինություն, եւս 2 երկրից գնված սպառազինություն այդտեղ ներկայացված չէր։ Հայկական սպառազինության տեսակարար կշիռը հիմնականում տեսանելի էր ԱԹՍ-ների հատվածում, որովհետեւ վերջին տարիներին ակտիվացել է արտադրությունը այս ոլորտում եւ ընդհանրապես աշխարհում տենդենսը զարգացման տենդենսը այս ոլորտում գերակշռում է մյուս ուղղություններին։ Օրինակ, ես նկատեցի մի քանի հրապարակումներ այն մասին, որ հրապարակում հիմնականում անօդաչու թռչող սարքեր էին, մոբիլ հրետանային միջոցներ եւ օրինակ ծանր զրահատեխնիկա, նկատի ունեն տանկեր եւ այլն ցուցադրված չէին։ Սա պայմանավորված է մեր բանակի կերպափոխման տրամաբանությամբ։ Սա պայմանավորված է արդի պատերազմների եւ ընդհանրապես սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացմամբ, որովհետեւ նաեւ 2020 թվականը ներկայումս տեղի ունեցող ռազմական գործողությունները տարբեր ճակատներում ցույց են տալիս, որ 40-ականներից եկող ավանդույթը, որ տանկերը եւ նմանատիպ զրահատեխնիկան պիտի հանդիսանան հիմնական ուժը բանակի, հիմա իրենց տեղը զիջել են ավելի թեթև, ավելի մոբիլ եւ հարվածային հնարավորություններ ունեցող սպառազինությամբ, ինչը եւ մեր կերպափոխման հայեցակարգում առկա է, իհարկե ունենք նաեւ կերպափոխման հայեցակարգում փակ հատվածներ, որոնք հասանելի չեն հանրությանը, բայց նաեւ մեր գնված սպառազինությունը նաեւ դրա մասին է խոսում։ Մեր աշխարհագրական պայմաններում այդ զինատեսակները փորձարկվել են, որքանով են էֆեկտիվ աշխատում, որովհետեւ օրինակ մենք ունենք հնդկական, ֆրանսիական արտադրության զինատեսակներ եւ քանի որ այդ երկրներում տարածքը, մասշտաբները բոլորովին այլ են։ Շատ էֆեկտիվ են, նախ դրանք փորձարկվել են Հայաստանի Հանրապետությունում, մշտապես մեր ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում այդ զենքերով, դրանցից մի քանիսը արդեն 2.5-3 տարի են գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ բնական է, որ դրա օգտակարությունը մենք գնահատել եւ նոր ենք այդ գնումները կատարել եւ պիտի ասեմ, որ նրանք իրենց առավելությամբ մի քանի անգամ գերազանցում են նախկինում մեր ունեցած հրետանային միջոցներին, քանի որ ձեր հարցը ստեյության հրետանային միջոցների մասին էր, օրինակ ունենք միջոցներ, որոնք մինչև 45 կիլոմետր հեռահարության ականներ են արձակում 155 մմ-անոց հրետանային սպառազինության մասին է խոսքը։ Եթե չհաշվենք օրինակ արտասահմանյան որոշ լրատվամիջոցներից արտահոսքերը Հայաստանի զենզինամթերքի գնումների մասին,
երկար տարիներ մեր մոտ այդ հարցը փակ է եղել եւ օրինակ ընդդիմությունը ձեզ շատ հաճախ ասում էր, որ որտեղ են գնացել այդ միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարները եւ ասում եք, որ սա հաշվետվություն է։ Եթե թվերի լեզվով խոսենք, պարոն Պապիկյան, մոտավորապես որքան գումարի զենք են գնել վերջին տարիներին։ Թվերի լեզվով խոսելը ընդդիմության շահերից չի բխում։ Ես առիթ եմ ունեցել ազգային ժողովի ամբիոնից հայտարարելու, որ 1998-ից մինչև 2018 թվականը 20 տարիների ընթացքում, այսինքն երկու նախագահների պաշտոնավարման ժամանակահատվածում 5 ու 4 անգամ պակաս սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է գնվել, քան դա կատարվել է 2022-ից 25 թվականներին, ընդամենը 3 տարվա ընթացքում։ Ես տեսա, պարոն Պապիկյան, որ որոշ զինատեսակների անուններ հայաֆիկացված էին, օրինակ հնդկական ակաշը կոչվում է կարիճ կամ ֆրանսիական Caesar հաուբիցները դարձել են արամաստ։ Սա ինչով է պայմանավորված։ Դա պայմանավորված է նախ Հայաստանում բոլոր զինատեսակները, երբ ներմուծում ենք Հայաստան, մենք սեփական անվանումներն ենք դնում, սա պայմանական անուններ են իհարկե, ամենևին արտադրողի հեղինակային իրավունքի նկատմամբ ոտնձգություն չէ։ Պայմանական անունը նախ քողարկում է այդ միջոցը, օրինակ այն փուլում, երբ մենք դրա մասին չէինք խոսում կամ ցույց չէինք տալիս, դա քողարկման նպատակ է ունեցել, ու քանի որ մեր բանակում դրանք այդ անվանումներով են, նպատակահարմար էր նաև հանրությանը ներկայացնել այդ անվանումներով, եւ ինչու ոչ, չբացելով ամբողջությամբ փակագծերը, թե որ միջոցը, որ երկրի արտադրանք է։ Մենք վերջին տարիներին, պարոն Պապիկյան, նաև խոշոր զորավարժություններ չենք տեսնում։ Դրանք չեն իրականացվում, թե փակ թեմա է։ Գնահատականն է տարբերվող, ինչ ասել է խոշոր զորավարժություն։ Օրինակ, վերջին տարիներին մենք անընդհատ զորավարժություններ ենք ունեցել միջազգային գործընկերների հետ, այդ թվում նաև մասնակցել ենք այլ երկրների զորավարժություններին։ Օրինակ, գիտեք, արդեն 3-րդ տարին անընդմեջ Հայաստանում իրականացվում է հայ-ամերիկյան արծիվ գործընկեր զորավարժությունը, ել չեմ խոսում նրա մասին, որ առաջին անգամ մենք Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանին եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին զուգահեռ հատուկ նշանակության ուժերի վարժանքներ իրականացրեցինք։ Սա նույնպես աննախադեպ երևույթ էր։ Իսկ ինչ վերաբերում է մեր տեղական զորավարժություններին, պայմանավորված մեր պլաններով, դրանք իրականացվում են ըստ զորամիավորումների, ըստ զորատեսակների, ըստ նպատակահարմարության դրանց մասին հայտարարվում է, երբեմն էլ դա տեղի է ունենում մեր զորավարժարաններում, մեր պատրաստականությունը բարձրացնելու համար։ Պարոն Պապիկյան, եթե զորահանդեսը համարենք, որ մեր բանակի արտաքին տեսքն է, այսպես ասած, ապա հետնաբեմում կցանկանայի պարզել ինչ աշխատանք են կատարել բանակի զինվորների բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու ուղղությամբ, եթե Աստված մի արածցե, նրանք պատրաստ լինեն ռազմական գործողությունների։ Դա նախ ամենօրյա աշխատանք է։ Երկրորդը պիտի նշեմ, որ մենք մեծ աշխատանք ենք կատարել նաև սոցիալական հնարավորությունները մեր զինծառայողների բարձրացնելու եւ այս ոլորտում առաջին իհարկե աշխատավարձերի բարձրացումն է ատեստավորման համակարգի միջոցով, երկրորդը բնակապահովման ծրագրերն են, որոնք մի քանիսն են ու բավականին կարևոր են, երրորդը իհարկե պիտի նշեմ սպայական կազմի համալրման ծրագիրը, որից ամենայականը համարում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի համալրումը եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի համալրումը, սրանք էապես փոխվել են, դիմելիությունը էապես մեծացել է, հնարավորությունները, կրթության որակը եւ բնական է սա իր ազդեցությունը պիտի ունենա ամբողջ բանակի վրա եւ իհարկե նաեւ բարոյահոգեբանական վիճակի վրա։ Բանակի քանի տոկոսն է այսօր ատեստավորված եւ մոտավորապես միջին աշխատավարձը որքան է կազմում։ Ատեստավորված է այս պահին բանակում ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 75%-ը եւ նրանց ստացած աշխատավարձից բացի ատեստավորման պարագայում ավելանում է 205-ից մինչև 470,000 դրամ հավելավճար, որը էապես փոխել է մեր զինծառայողների կյանքը եւ սոցիալական վիճակը, ինչը կարծում եմ շատ կարևոր է։ Բնակապահովման ծրագրերը, որ զինծառայողներին են բնակարաններ հասնում եւ եթե հիշում եք նախորդ տարիներին, օրինակ երկար ստաժ ունեցող զինծառայողներին բնակարան էին նվիրում, հիմա
բնակարանի փոխարեն վկայական։ Ինչ սկզբունքով են տրվում բնակարանները։ Ուրեմն մենք ունենք մարդիկ, ովքեր մինչև 2018 թվականը, 17 թվականը եղել են բնակարանի շահառուներ, այսինքն հաշվառված են եղել եւ գործող օրենքով հնարավորություն են ունեցել ստանալ բնակարաններ։ Մենք այս տարիների ընթացքում մարել ենք այդ պարտքերը էական չափով եւ նաեւ հավանաբար տեղյակ եք, որ կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ 2850 ընտանիքների, ովքեր հանդիսանում են այս հերթացուցակում շահառուներ, մենք 4 տարվա ընթացքում ծրագիր ենք մշակել, որով պիտի մարենք բոլորի պարտքերը, այսպես ասած, որոնք 90-ականներից, 2000-ականներից կուտակված պարտքեր են եւ այս մարդկանց պիտի տրամադրենք բնակարանի գնման վկայականներ։ Այսինքն կարող ենք ասել, որ բոլոր այն զինվորականները, որոնք ծառայել են զինված ուժերում, բոլորը պետք է ստանան։ Որոնք հերթագրված են եղել եւ եղել են բնակ շահառու։ Մինչև որ թվականը։ Եթե չեմ սխալվում, մինչև 2017-ն է։ Դրանից հետո օրենքում փոփոխություններ են կատարվել եւ այլևս պարտավորություն պետությունը չունի, բայց մենք հիմա դրան զուգահեռ իրականացնում ենք մեկ այլ բնակապահովման ծրագիր, որով տարեկան 500 սպաների նվազագույնը իդեպ, որովհետեւ մշտապես քայլեր են կատարում, որ այդ թիվը ավելի մեծանա, արտոնյալ հիպոթեկային վարկավորմամբ աջակցում ենք եւ նրանք ձեռք են բերում բնակարաններ։ Այս տարվանից զինծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն դարձավ 1.5 տարի։ Սա ինչ է տալու պարոն Պապիկյան բանակին եւ նաեւ այն մտահոգությունները, որ այս կերպ փաստորեն հնարավոր է բանակի թվականակը նվազի։ Ձեր մեկնաբանություն։ Բնականաբար ցանկացած փոփոխություն իր հետևանքներն ու ազդեցությունն է ունենում, բայց մենք առիթ ենք ունեցել նշելու, որ արդեն 2.5 տարի գործող պաշտպան հայրենիաց ծրագրի շրջանակներում մենք համալրել ենք մեր բանակը պայմանագրային զինծառայողներով եւ մենք սպասում ենք, որ արդեն ամռան վերջին գոնե հերթագրվածների թվականակը այդպես է հուշում, շուրջ 6000 նման պայմանագրային կունենանք։ Հիմա պայմանագրերի կնքման փուլն է, ու սա էապես փոխել է մեր հնարավորությունները եւ քանի որ միտում ունենք այս թվականակը ավելի մեծացնելու, մենք որոշում ընդունեցինք դարձնել 1.5 տարի, քանի որ մարդկային ռեսուրսի խնդիր ըստ էության բարեփոխումների հաջողված լինելու բերումով մենք չենք ունենա։ Վերջին շրջանում շատ քննարկվող թեմաներից էր նաև բանակի համազգեստի հարցը։ Վերջնական ունենք հաստատված տարբերակ։ Վերջնական ունենք, այն ցուցադրեցինք արդեն զորահանդեսի ժամանակ, դրանք իհարկե տարբեր են։ Խոսքը հիմնականում դաշտային համազգեստին է վերաբերում, երբ մեր հասարակությունը դրա մասին խոսում է, դա տեսանելի էր։ Կարծում եմ գնահատականները շատ լավն են ու հաջողված է այս փոփոխությունը։ Մենք հիմա խնդիր ունենք այս տարվա, գալիք տարվա ընթացքում դա տարածել ամբողջ բանակի վրա, այսինքն գնման գործընթացներ, պրոցեսներ, որոնք ամբողջ բանակը վերջնականապես կհամալրեն նոր հագուստով։ Բայց դրան զուգահեռ մենք փոխում ենք նաև ամենօրյա համազգեստը, մենք փոխում ենք նաև տոնական համազգեստները, ունենալու ենք առանձին տոնական համազգեստ սպաների համար եւ տոնական համազգեստ գեներալական կազմի համար, դա նույնպես զորահանդեսի ժամանակ տեսանելի էր։ Պարոն Պապիկյան, օրինակ մեր ծառայության տարիներին գաղտնիք չէ, որ օրինակ ծնողները զինվորների համար սնունդ կամ համազգեստ էին ուղարկում։ Այսօր բանակում նման բան չկա։ Ուղարկել ծնողը միշտ կարող է իր երեխայի համար ուղարկել սնունդ կամ նմանատիպ բաներ, բայց այսօր սննդի որակը այնքան բարձր է, որ սա այն կարևոր ուղղություններից է, որ բանակում ըստ էության 100%-ով լուծված է։ Ինչ վերաբերում է հագուստին, ես նշեցի, որ հագուստը հիմա փոփոխման process-ի մեջ է։ Մենք նաև պատրաստվում ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կարգել ենք նոր նմուշի հագուստի վաճառքը։ Դրանով մեկընդմիշտ կփակվի նաև այս հարցը։ Պարոն Պապիկյան, կարծում եմ գաղտնիք ասած չեմ լինի, որ մինչև վերջին տարիները Հայաստանի սպառազինությունը հիմնականում եղել է ռուսական արտադրության եւ մենք վերջին տարիներին ձեր իշխանության ժամանակ տեսնում ենք նաեւ այլ երկրների սպառազինության ձեռքբերում։ Այս երկու համակարգերը ինչպես են հինն ու նորը համադրվում եւ գործակցում, իրար չեն խանգարում։ Բնական է իրար չեն խանգարելու, իրար պիտի փող լրացնեն։ Մենք առաջին երկիրը չենք նախ որ նման քայլի ենք գնացել
Աշխարհում կան բազմաթիվ նման երկրներ, ամբողջ արևելյան Եվրոպան գոնե կարող եմ ասել, որ նման ճանապարհով անցել է, ել չեմ ասում, որ նախկին խորհրդային երկրների մեծ մասը անցել է այդ ճանապարհով։ Դա աշխատանք է, որ պիտի զուգընթաց կատարվի, նորի համալրումը, հնի սպասարկումը, այսինքն զենքը, որը ունակի խնդիր կատարելու, պիտի մշտապես թարմացվի, արդիականացվի եւ իհարկե դա պիտի զուգակցվի նոր տեխնոլոգիապես հագեցած սպառազինությամբ, ինչը մենք անում ենք, բայց այստեղ ամենակարևորը դիվերսիֆիկացիան է։ Մենք դիվերսիֆիկացրել ենք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման շուկան։ Ու սա մեր հնարավորությունները մի քանի անգամ բարձրացրել, այսինքն մենք կախված չենք մեկ երկրից, ցանկացած պահի մենք կարող ենք որոշում ընդունել հոգու տալ երկրի սպառազինության, եթե գին որակ համադրությունը բխում է մեր երկրի շահերից։ Մենք քանի որ նաև արտադրում ենք զինատեսակներ, վերջին շրջանում հայտնի դարձավ, որ մի քանի միլիոն դոլարի հայկական զենք արտադրող ընկերությունները արտահանում են ունեցել։ Մենք մտավախություն չունենք, որ ինչ որ ճանապարհով, ինչ որ մի օր մեր արտադրած զենքը հանկարծ մեր դեմ չուղղվի։ Բնական է չունենք, որովհետև զենքի շուկան այնպիսի շուկա է, որ մշտապես արդիականացման միտում ունի, այսինքն այն զինատեսակները, որոնք թույլատրվում են պատկան գերատեսչությունների կողմից վաճառել, նման մտավախություններ հաստատ մեզ համար չեն առաջացնում։ Եվ պիտի նշեմ, որ դուք ճիշտ նկատեցիք, այո, վերջին տարիներին մենք նաև էական ներդրում ենք կատարել հայկական ռազմաարդյունաբերության զարգացման համար, մոտավորապես 172 միլիարդ դրամ ծախսել ենք տեղական եռամյա պայմանագրերի վրա, այս պահին կնքում ենք եւս 150 միլիարդ դրամի պայմանագիր։ Սրանք էական ներարկումներ են տեղական ռազմաարդյունաբերությանը եւ դրա արդյունքները մենք տեսանք Հանրապետության հրապարակում։ Պարոն Պապիկյան, մենք գիտենք, որ 2026-ին 25-ի համեմատ նվազել է բանակին հատկացվող ֆինանսավորումը, 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրով է դա պայմանավորված, միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ սահմանին հսկայական ամրություններ են կառուցում։ Եվ եթե մենք ասում ենք, որ մենք գնում ենք միայն խաղաղության ճանապարհով, այս դեպքում ինչ նպատակ ունի խոշոր նման ամրություններ կառուցելը կամ հենց նույն սպառազինությունների ձեռքբերումը։ Բնական է ունի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ոչ մի երկրի համար եւ ոչ ոքի համար չպիտի լինի գայթակղության առարկա, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ունենա ուժեղ բանակ, պաշտպանունակ բանակ եւ ամուր սահմաններ, այսինքն դա արվում է նաեւ նրա համար, որ որևէ մեկի մտքով երբևէ չանցնի, որ կարելի է հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա եւ գրավել մեր սուվերեն տարածքները։ Մեր նպատակն է կերպափոխել մեր բանակը, դարձնել այն ժամանակակից, որը ունակ կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը։ Ինչ վերաբերում է բյուջեին, իրականում իհարկե կարևոր է օգոստոսի 8-ը, ու հնարավոր չի, որ օգոստոսի 8-ը չունենա հետևանքներ նաև ռազմական բյուջեի պլանավորման կամ առհասարակ բյուջեի պլանավորման վրա, բայց տվյալ պարագայում, քանի դեռ մեր բանակի արդիականացման process-ները չեն ավարտել, մենք շարունակելու ենք հավասարաչափ ապահովել բանակի ներդրումները եւ սպառազինությամբ եւ նորագույն տեխնիկայով հագեցումը եւ 26-ի ու 25-ի կարծեցյալ դիսբալանսը իրականում պայմանավորված է նրանով, որ մենք իրականում 26 թվականին պլանավորած ծախսերը առաջ ենք բերել նախկինում դեպի 25 թվական եւ եթե համեմատենք 24 եւ 26 թվի զարգացման տեմպերը, տեսանելի է, որ այն համընթաց զարգացող բյուջե է եւ այն ինչ տեղի է ունեցել շատ բնական է, որևէ արտարոց բան չկա։ Մենք պաշտոնական Երևանից նաև հայտարարություններ ենք լսել, որ մենք սպառազինությունների մրցավազքի մեջ մտնելու նպատակ չունենք, բայց երբ նայում ենք այս գնումներին, մենք կարող ենք ասել, որ հարևան երկրների հետ այդ դիսբալանսը որոշ չափով փոխվել է։ Ես կրկնում եմ նաև նշված հայտարարությունը, մենք որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնելու, մենք հիմա լուծում ենք խնդիրներ, որոնք բխում են մեր բանակի կերպափոխման հայեցակարգից եւ մեր նպատակն է ստեղծել ժամանակակից եւ կենսունակ պաշտպանունակ բանակ։ Այսօրվա բանակը ավելի մարտունակ է, քան երեք, պարոն Պապիկյան։
ամեն օր ավելի պաշտպանունակ է, քան երեկ։ Եվ ուր ենք գնում առաջիկա տարիներին, ինչ որակի բանակ ենք պատկերացնում, որ պետք է ունենա Հայաստանի Հանրապետությունը։ Պատկերացնում ենք բարձր պրոֆեսիոնալիզմով, ժամանակակից սպառազինությամբ հագեցված, պաշտպանունակ բանակ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ցտեսություն։